Ողջույն բոլոր ֆուտբոլասերներին, շաբաթ օրը ժամը 14:00 եւ այսօր այն յուրահատուկ շաբաթներից է, որ կարծում եմ բոլորին է հետաքրքիր։ Միանգամից ասենք, որ առանց բարևելու, առանց որևէ ինչ-որ բան հայտնելու, ասենք, որ այսօրվա մեր հաղորդումը նվիրված է տարվա կարևորագույն ֆուտբոլային միջոցառումներից մեկին, իրադարձություններից իհարկե։ Դա սուպեր կլասիկոն է, որը տեղի կունենա վաղը։ Ողջույն Հայկ, մենք այսօր ունենք հյուրեր, Հայկը կներկայացնի։ Այո, բարև ձեզ սիրելի ռադիո ֆուտբոլասերներ, ինչպես խոսք էինք տվել, այսօր մենք ամբողջությամբ հաղորդումը նվիրելու ենք սուպեր կլասիկոին, որը տեղի կունենա վաղը ժամը 12:00 Երևանի ժամանակով, եւ այսօր ունենք երկու շատ հետաքրքիր հյուրեր, սպասում է շատ թեժ հաղորդում, նաեւ եթե մասնակցեն իհարկե մեր ունկնդիրները, Ռեալի եւ Բարսելոնայի ֆանատները կարող են զանգարել 56:091 հեռախոսահամարով, բայց արդեն ներկայացնենք մեր հյուրերին, այսօր մեր տաղավարում են Բարսելոնայի եւ Ռեալ Մադրիդի ֆանատները, ինձ թվում է շատերը մեր ունկնդիրներից նրանց կճանաչեն, եւ այսպես Բարսելոնայի կողմից այսօր մեր հյուրն է Արամ Գրիգորյանը, Արամ Գրիգ անունով նրանք ճանաչեն, ինձ թվում է ինտերնետի օգտատերերը, եւ Ռեալ Մադրիդը այսօր ներկայացնում է Ռոբի Ռաուլ Մարկոսյանը, իսկ թվում է նրան էլ շատերը կճանաչեն։ Բարև ձեզ հարգելի հյուրեր։ Ողջույն։ Շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը, եւ երևի միանգամից հասկսենք քննարկումը վերա ժամանակ չկորցնելով, հիշեցնենք, որ ունենք հեռախոսահամար եւ կարող են զանգարել մեր ռադիո ֆուտբոլասերները եւ հայտնել իրենց կարծիքները խաղի մասին, ով է ֆավորիտ, ինչ հաշվով այս կամ այն թիմը կհաղթի, եւ երևի այն ունկնդիրը, որը գուշակի ճիշտ հաշիվը սուպեր կլասիկոյի կստանա մեր կողմից նվեր, բայց երևի մի քիչ խոսենք, որովհետեւ ես հիշում եմ անցյալ անգամ երբ ունեցանք երկու հյուր, մեր հեռախոսազանգերը ուղղակի թույլ չտվեցին ավելի բովանդակային զրուցենք հյուրերի հետ, ահա այսօր էլ երևի նման շանս չենք ունենա։ Ասենք, որ կարող եք դուտել հաղորդումը ռադիովանի կայքեջում, ռադիովան.am կամ FM։ Ընդունենք մեկ հեռախոսազանգ եւ այնուհետեւ շարունակենք զրուցել։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Գևորգ Լորենցյան, Ռեալ Մադրիդ։ Ես եմ լսում։ Գևորգ Ռեալ Մադրիդի ֆանատ։ Ողջունում եմ Ռոբերտին։ Այո, Ռոբերտին ողջունում եմ։ Մենք հիմա այնպես կանենք, որ հյուրերը ձեզ լսեն։ Ահա, շատ լավ։ Հիմա արդեն կարող են լսել։ Լսում եք ձեզ, խնդրեմ։ Ողջունում եմ Ռոբերտին, ես Բարև լոս։ Բարև։ Ես կանխատեսում եմ, որ Ռեալը կհաղթի 2-3 հաշվով։ Օհո, 2-3։ Եվ կդառնա չեմպիոն։ Դե չեմպիոն դառնալու հարցը չի քննարկվում։ Ահա, շատ լավ, հետաքրքիր է։ Շատ լավ, շնորհակալություն կանխատեսման հանդիպում է լինելու, այո, իմ կարծիքով, եւ Բարսելոնի դաշտում այդ հանդիպումները բնորոշ են այդ խոշոր հաշիվներով, որոնք հիմնականում գրանցում են 4-5 գոլ ամենակիչը լինում է, այս վերջին տարիներին այդ տենդենսը շատ շուշուտ է հանդիպում։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ էլ, որ նաև նշեմ վերջում, որ նոր կամպում հաղթելը ավելի մեծ հաճույք է։ Բնականաբար, ինչպես նաև երևի հակառակը։ Եվ ես մի վիճակագրություն հանդիպեցի երեկ, չգիտեմ ճիշտ հասկացա թարգմանեցի իսպաներենից թե ոչ, երբ Բարսելոնան առաջին տեղով է սկսում հանդիպումը սուպեր կլասիկոն, առաջին տեղում նա 85 տարի չի փոխվել, երբ առաջին տեղով հանդիպում է բայց ես կփորձեմ առարկել եւ ասել այն բոլոր տարիներին, երբ որ Ռեալը չեմպիոն է դարձել վերջին մի քանի տարիներին, հենց Nou Camp-ում կարողացել է հաղթել Բարսելոնային։ Դա թե 2006-2007, 2007-2008 եւ վերջի չեմպիոնությունը նույնպես հաղթանակով է ավարտվել Nou Camp-ում։ Այսինքն, եթե վաղը հաղթեց, կարող ենք մեծ վստահությամբ ասել, որ Ռեալը այս տարի չեմպիոնությունը ապահովել է։ Կարելի ասել այդպես։ Շատ լավ, եւ Արամ, քո կարծիքով այս խաղի ֆավորիտ կարելի է դասել Բարսելոնային, թե նման խաղերը ֆավորիտ չեն ունենում։ Ես կարծում եմ նման խաղերը ֆավորիտ չեն ունենում, որովհետեւ անկախ վիճակից թիմերի կլասիկոն դա լրիվ ուրիշ խաղ է, ուրիշ ձև են տրամադրվում թիմերը եւ կապ չունի ինչ վիճակում են։ Քո կարծիքով իմ կարծիքով բուկնեյքերները դե բնականաբար Բարսելոնային են։ Եվ դա նորմալ է, որ Բարսելոնային են տալիս առավելությունը։ Բարսելոնան շատ լավ մարզավիճակում է, Ռեալն ընդհակառակը, բայց կարծում եմ ֆավորիտ չկա։ Ռոբերտ, իդեպ նշենք, որ Ռոբերտը ներկայացնում է Ռեալ Մադրիդի կայքը եւ որի համահիմնադիրներից է Ռեալ Մադրիդի։ Քո կարծիքով ինչով է պայմանավորված, տեսնում ենք, որ Ռեալի արդյունքները եւ խաղը չի գոհացնում երկրպագուներին եւ դժվար է որ նման խաղ գոհացնի, ինչով է պայմանավորում այդ անկումը խաղի, մարզավիճակի, Ռոնալդոյի մեղքն է այստեղ մեծ մարզիչի
Դե մեծ ակումբներին բնորոշ է այդ որոշակի խաղի անկումը, քանի որ լինում են լավ տարիներ եւ ստացվում է այնպես, որ թիմը նվաճում է ամեն ինչ եւ արդեն մոտիվացիայի պակաս լինում, այդպես եղել է նաեւ Բարսելոնայի հետ, բոլոր մեծ ակումբների հետ, որոնք ինչ որ շատ լավ մի քանի մրցաշրջան են անցկացնում, հետո գալիս է մի փոքր ավելի անկում։ Հիմա այն բանը է, որ 2015-ին Ռեալը համարյա թե ամեն ինչ նվաճեց եւ հասավ բոլոր իր բաղձալի երազանքներին, այս տարի մի փոքր ավելի վատ են սկսել խաղալ եւ նաեւ վնասվածքներն են իրենց հասում, մրցակիցների տրամադրվածությունն է Ռեալի հանդեպ մի փոքր այլ քան սովորական ժամանակ, բոլորը ցանկանում են ցույց տալ իրենց ատամը Ռեալի հանդեպ եւ փորձել հաղթել։ Բայց փորձը չհամաձայնվում, չէ՞ որ առաջին կեսի մրցաշրջանը Ռեալը շատ վստահ էր խաղում, դա անցյալ տարի է, ես ասացի, որ այսինքն դա ավելի շատ օրացույցային տարի է դուրսում, ոչ թե մրցաշրջան։ Քանի որ այդտեղ խնդիր ուներ Ռոնալդոն ապացուցել բոլորին, որ ինքը լավագույնն է եւ ոսկե գնդակ է։ Չհանգստացավ, ուղղակի ընդհանուր թիմի այդ Բեյլի խաղն է շատ լավ ստացվում, օրինակ այս տարի ընդհանրապես Բեյլը մարզավիճակում չէ եւ չմոռանանք, որ հենց անցյալ կլասիկոից էլ սկսած Ռեալը սկսեց անպարտելիության շարքը 20 խաղերից եւ անցավ Բարսելոնային, ավել ուներ, այո, հաղթեց բոլոր հնարավոր խաղերում, բոլոր մրցաշրջաններում, ռեկորդները գրանցեց եւ ունենք հերախոսազանգ կներես Ռոբերտ, ընդունենք տեսնենք որ թիմի երկրպագուն է զանգարել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Այո, իմ անունը Սեթրակ։ Ճանաչում է Ռոբերտը, 2-0 արդեն Ռեալի օգնի զանգերով, հորդորում ենք Բարսելոնայի ֆանատներին զանգել։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, Սեթրակ։ Ինչ հաշվով կավարտվի խաղը։ Ռեալ Մադրիդը 20-րդ դարի լավագույն թիմն է։ Բայց մենք հիմա 21-րդ դարում ենք արդեն։ Հա, բայց պատմությունը չի մոռացում ամեն դեպքում, ու դրա համար է ինքը կոչվում արքայական ակումբ, ու արքաները պարտվել երբեք չեն սիրում։ Այո։ Մանավանդ տեղը զիջել իրենց դարավոր թշնամին։ Օրինակ Բենզեման 3 հայտարարեց, որ նրանք կարող են կրկնել առաջին խաղի հաշիվը, 3-1 հաղթեն, քո կարծիքով նման հնարավոր է այս խաղում։ 3-1-ը մի քիչ թույլ է, 4-1, 5-1 տենց հաշիվներ են գալիս։ Բենզեման առհասարակ շատ մեծ հաջողություն ունի։ Ես եթե հնարավոր է ասեմ Բենզեմայի հետ կապված, վերջին ընդհանուր Բարսելոնայի 19 խաղերում նա խփել է 7 գոլ, որից 2-ը Nou Camp-ում։ Լավագույն ցուցանիշներից մեկն է տվյալ ժամանակ Ռեալի խաղացողներից, ովքեր խաղում են ու կարծում եմ, որ Բենզեման այսօր վաղն է, այսինքն մեծ շանս կունենա հաջողության հասնելու։ Մենք կարող ենք այսօր լռել, լսել միայն Ռոբերտին։ Լսում ենք քեզ։ Խոսեց Ռեալի լավագույն լինելու մասին, դա ճիշտ է, դնում եմ դա եղել է 20-րդ դարում, բայց դա նախորդ դարն է։ Համաձայն ես, որ 20-րդ դարում իրոք լավագույն թիմն է Ռեալը։ Ինչու Ռեալը պետք է լավագույն թիմը 20-րդ դարի լինի։ Ասեմ կարևորը ես իմ կարծիքով երկրպագուի համար դա իր նայած ժամանակաշրջանն է իր թիմին հետևած։ Ես օրինակ 12 տարի արդեն Բարսելոնայում երկրպագում եւ այդ տարիների ընթացքում Բարսելոնան բոլորը շատ տիտղոսանված էր եւ այդ ժամանակաշրջանում լավագույն թիմն է իմ տեսած։ Այսինքն ավելի շատ էմոցիա ես ապրել եւ 6-2 հաղթանակն ես տեսել, քան լսել ես, որ Իսպանիայի գավաթում ես որ թվականի 11 պատվել է Բարսելոնայի 43 թվի մեկ երկրորդ եզրափակիչում գավաթի ամենամեծ խոշոր պարտությունն է եղել Բարսելոնայի ունենք զանգ ունենք դեռ հա այս զանգը հետաքրքիր տարբերակ է զանգի կտրելու պետք է սովորեմ բարև ձեզ նորից բարև ձեզ անջատված կեցի այո անջատվեց որովհետև արդեն փորձեցինք այլ թեման քննարկել խնդրում եմ խնդրեմ այո վերջացրեք եւ հաշիվ ասեք դե ինչևից է վաղվա խաղին ցանկանում հաղթանակ որ ինչ հաշվով 1-4 4-1, 5-1, ավելի լավ է 5-1, էլի մի քիչ։ 5-1 գրանցեցինք, որովհետև հաշվի առեք, եթե ճիշտ գուշակեք, դուք կստանաք մրցանակ ռադիոֆուտբոլի կողմից։ Շնորհակալություն։ Իդեպ միշտ նկատել եմ, չնայած սրտի մեջ ցավ եմ ասում, Ռեալի երկրպագուները Հայաստանում երևի լավագույնն է ֆանակումների շրջանում, Ինչու սրտի մեջ ցավ։ Բարսելոնան չունի դա, Բարսելոնան չունի դա։ Երբեք չի դարձրել, որ շատ մեծ սիմպաթիա վերաբերում Ռեալին, Ես այո։ Մեր երթերում է դրա համար։ Դա տարիների տաժանակիր աշխատանքի արդյունք։ Ինչու է Բարսելոնայի համախմբվածությունը նվազում։ Քաղաքականությունից է գալիս, նրանք լավ PR ունեն։ Հայաստանում։ Հայաստանում։ Դա սա Չէ, ես հենց Երևանյան ֆանակումների տեսնված PR ունենք։ ասեմ իր Ֆլորենտինո Պերեսը նա միշտ էլ
փորձել է երկրպագուներ հավաքել իր քաղաքականությամբ։ Այո։ Նա աստղերին բոլոր թիմերից առել է եւ հետաքրքրությունը Այսինքն PR-ը ավելի լավ է փորձեմ առարկել, հա, եթե հնարավոր է։ Իսկ Բարսելոնան նա ինքն է ստեղծում հիմնականում աստղեր։ Այո, ես մի բան էլ նշեմ, Հայաստանի մասին նշեց Վերան, օրինակ Արամը ներկայացնում է Վանաձորը, այսինքն պետք չէ պատկերացնել, որ միայն Երևանում են Բարսելոնայի ֆանատները համախմբված, մենք գիտենք շատ ակտիվ երկրպագու է Արամ եւ նա ներկայացնում է Հայաստանի մարզերից մեկը, ոչ թե Երևանը, այսինքն բավականին մեծ աշխարհագրական Հիմա ես արարքեմ, բայց չեմ կարծում, որ Վանաձորում կա Բարսելոնայի մեծ ֆանատում։ Ասա որ կա Արամ, ասա որ կա։ Ֆանատում, որը աշխատում է, որը միշտ հավաքվում է միասին, որը ունի։ Կա, ես ասեմ, որ կա եւ Ես պետք է գամ տեսնեմ այդ ֆանատում։ Շնորհակալություն։ Ես արդեն մոռացա ինչ ուզում ասել կապված Ֆլորենտինո Պերեսի հետ։ Դու անպայման դա կնշես, բայց հիմա գնանք արագ կարճատև գովազդի, վերադառնանք եւ չմոռանաս, պետք է նշեի Պերեսի մասին, գնացինք Ողջ ֆուտբոլային կյանքը այստեղ է։ Վերադարձանք եթեր, մենք խոսում ենք Սուպեր Կլասիկոից, ունենք երկու թիմերի մոլի երկրպագուներ եւ ունենք համար 560901, գիտեք ասեմ, որ մենք այսօր ստուգելու ենք մեր գիտելիքները, հիշեցնեմ Արամ Գրիգնը Բարսելոնայի կողմից եւ հենց առաջին գիտելիքային փորձը անենք, այո, տեսնենք թե Ռաուլի մեր երկրպագուն ինչպես Ռաուլին ինչքան լավ գիտի, հա? Չէ, Ռաուլին ինձ թվում է ավելի լավ գիտի, քան Ռաուլը։ Այս Եվրոպայի լիգան, որ ժամանակին կոչվում էր UEFA-ի գավաթ, այո, Ռեալը երկու անգամ է դիրացել այդ գավաթը, որ թվականներին։ Ոյ, 60, չեմ հիշում, որ մեկ էլ 90-ականների մեջտեղներն էր ոնց որ սկզբերը հստակ չեմ հիշում UEFA-ի գավաթի հետ կապված։ Ինչ բարդ հարցեր է սա վերայիշ։ Բարդ ուղղակի այդ UEFA-ի գավաթը այնքան քիչ են մենք նվաճել ու այնքան UEFA-ի գավաթը ռեալի շատ ոչ մեկ չի նվաճել երկու անգամից շատ ճիշտ է։ Եթե դա լիներ Չեմպիոնների լիգան, իսկ թվում է բոլոր 10 թվերը կասիր, չէ՞։ Չեմպիոնների լիգայի։ Այո։ 51-ից սկսած 51-ից մինչև 56-7։ Իսկ UEFA-ի գավաթը Ռեալը նվաճել է երկու անգամ 85-86 թվականներին։ Այո։ Ինչ հետաքրքիր հարցեր ես վերակրկնում։ Բայց ինձ թվում է երկրպագուները պետք է իմանան։ Լավ, մենք ունենք երախոսազանգ եւ Ռեալի հերթական ֆանատն է սպասում, որ մտնի եթեր։ Եվ այսպես, բարի օր Արտուր։ Բարև ձեզ։ Ուրախ ենք քեզ ինչպես միշտ լսել եթերում, խնդրեմ։ Եվ մեր ներկայացին կասեմ ապրստան ստեմպը պահի։ Հաշիվը իմ կարծիքով կլինի առաջի խաղի հաշիվը 1-3։ Այո, ու ասեմ, որ Բարսելոնան միանշանակ ֆավորիտ է դիտվում ու ինքը ֆավորիտ է լինելու այս խաղում, ու հենց դրա վրա է վարվելու։ Հիշեք, Բավարիա Ռեալ խաղին էլ էին, Բավարիան ֆավորիտ համարում ու ինչ եղավ։ Տեսանք ինչով ավարտվեց։ Հնարավոր է։ Խաղն է լինելու իմ կարծիքով։ Բարսելոնան վարվելու է իր գրողների վրա, անմոռաց ու City-ի այդ հաղթանակից հետո իրանք Ռեալին որպես City են դիտելու։ Շատ լավ, շնորհակալություն Արտուր։ Ներողություն, կապը ընդհատվեց։ Մենք ուղղակի ունենք բավականին սահմանափակ ժամանակ եւ ուզում ենք ինչքան հնարավոր շատ զրուցել մեր հյուրերի հետ։ Արամ, City հաղթանակից հետո, երբ տասնյակ գոլային պահեր չիրացրեցի հարձակվողները, քո կարծիքով այդ խնդիրը այսինքն երկարատև է լինելու, ինչ որ խնդիր կա ռեալիզացիա, թե այդ խաղը եզակի դեպք էր։ Դա եզակի դեպք էր։ Նա մեկ գոլ խփեցին եւ ավելի հանգստացան, որովհետեւ City-ն արդեն 2 գոլ տեղ։ Համել դա պատահականություն է, ես թվում ավելի շատ, բացի այդ կարելի ասել մտքերով նրանք արդեն կլասիկոն եւ իմ կարծիքով շատ են ոնց որ հանգիստ վերաբերվում կլասիկոին։ Չէ, հանգիստ չէ, բայց իմ կարծիքով այդ գոլերը թողել են կլասիկոն։ Ահա։ Նո, իսկ գոլեր խփելու կլասիկոն։ Իսկ Մեսսի ֆանտաստիկ մարզավիճակը խաղի Ֆանտաստիկ մարզավիճակը եւ 11 մետրովից վրիպերը, չէ։ Այո։ Դե բայց խաղից ավելի շատ գոլեր խփում, քան պենալից, այդ էլ կա 11։ Բայց փաստացի չի իրացնում 100%-անոց համարաթվ գոլային պահը։ Բայց չիրացներով ինքը հիմա արդեն Ռոնալդոից առաջ է։ Բայց գոլերով։ Դա ժամանակավոր է, ես կարծում դեռ կանցնի այդ։ Չէր պատկերացնում, որ կանցնի Ռոնալդոն, բայց Մեսսին իր ֆանտաստիկ խաղի շնորհիվ անցավ եւ իմ կարծիքով որ Ռոնալդոն ստացավ ոսկե գնդակը, Մեսսին ավելի մոտիվացվեց։ Այ շատ ճիշտ բան նկատեցի։ Բայց կարծում եմ, որ երբ որ Մեսսին լսեց այդ Ռոնալդոյի խոսքերը մրցանակաբարձության ժամանակ, որ նա ասեց
ուզում եմ, չգիտեմ, քանի հատ նվաճել եւս։ Չէ, ասած ես պետք է ձգտեմ դառնալ պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Պատմության լավագույն ֆուտբոլիստ եւ այլն, Մեսսին այդ բանը մտածեց մի րոպե։ Եկեք մի հատ Միջև նա չի ցանկանում խաղալ։ Այդ իր կոստյումի մասին եմ մտածում, թե հաջորդ տարի ինչ է հագնելու, Դա ռեալի երկրպագուների տիպիկ պատասխան, ոչ ֆուտբոլային։ Ընդհանրապես շատ ոչային մարդ չեմ կարող ասել այո թե ոչ, բայց պետք է խաղադաշտում ցույց տա այդ իր ոճը։ Իսկ ես կարծում որ ցույց տալիս է Մեսսին խաղադաշտում, հենց թեկուզ City խաղա, որ անգամ Գվարդիոլա։ Ճիշտ ասած City խաղը չեմ նայել եւ ցանկություններ չէ, ինձ ավելի շատ հետաքրքրում է Real-ի հետ կապված այդ խնդիրները եւ խաղը, քան թե City-ի հետ Բարսելոնայի հանդիպում, քանի որ դա ոչ մի մեծ նշանակություն չուներ իմ կարծիքով եւ բացել որ Բարսելոնան անցնելու է։ Եվ փորձեմ վերադառնալ Ֆլորենտինո Պերեսի հարցին, որ Ֆլորենտինո Պերեսն է այնպեսանա, որ Հայաստանում երկրպագուն է, երկրպագուն Մադրիդին ու PR-ը հասկանալի է, բայց Բարսելոնան էլ բոլոր գրանդ ակումբներն ունեն այդ PR-ը եւ դա համատարած է։ Ռեալը այդքան չի, ես կարող ասեմ, որ Բարսելոնան ավելի շատ երկրպագուներ կան Հայաստանում, քան Ռեալի, կամ վերջին տարիներին ավելի լավ խաղ էր ցուցադրում Բարսելոնան մի 4-5 տարի առաջ եւ այդ սերունդը ամբողջությամբ Բարսելոնային է երկրպագուն, քանի որ այդ տարին Բարսելոնան էր հաղթում։ Իհարկե բոլորը սկսում են Glory Hunter կարգավիճակից նոր են դառնում երկրպագու կամ չեն դառնում։ Սկսեց Ռովի եւ անպայման հիմա դրա մասին կխոսենք, ընդունենք հեռախոսազանգը նոր։ Բարև ձեզ։ Եվ արդյոք մեզ զանգարել է Բարսելոնայի երկրպագու։ Ոչ, ես Մադրիդի երկրպագու։ Հայտարարություն։ Ներկային եք խնդրեմ։ Ալո։ Այո, լսվում է։ Խնդրում եմ ներկայացեք։ Ես Լիլիթն եմ։ Շատ հաճելի է Լիլիթ, վաղուց եք երկրպագում։ Այո, արդեն 13 տարի երկրպագում եմ Ռեալին։ 13 տարի առաջ 12 Չեմպիոնների լիգայի նախավերջի անգամ։ Ճիշտն ասած աշխարհի առաջնությունից սկսած եմ դիտում ֆուտբոլ։ Այո։ Ցավոք չեմ տեսել այդ եզրափակիչը։ Ահա։ Եվ շատ լսել եք։ Վաղը Ռոբերտին, վաղը կանանցի խաղի վերաբերյալ ասեմ որ կարծում եմ ֆավորիտը Բարսելոնան է, բայց ինձ թվում է Մադրիդի Ռեալը մեծ ջանք թափելու դեպքում կհաղթի 1-2 հաշվով։ 1-2 հաշվով։ Գրանցեցինք լիճ, շնորհակալություն զանգի համար։ Եվ նշեմ, որ սպասում ենք դեռ Բարսելոնայի երկրպագուների զանգերին, ուր են Բարսելոնայի։ Նրանք ժամանակին շատ ակտիվ էին։ Արդեն ժամանակն է, բայց համեստ են, հա։ Լավ, մեզ շատ հետաքրքիր է մենք համեստ ենք կամ ուղղակի մենք այս բարակայում համեստ ենք առաջ գալի համեստ չլինել, դա այն իրադարձությունն է, որ ամեն ինչ պետք է անկեղծ ասել, եւ մեզ շատ հետաքրքիր է լսել, թե ինչպես եք դուք սկսել երկրպագել այդ թիմերին, մենք անպայման դա կլսենք կարճատև գովազդային դադարից հետո գնանք։ Ռադիո ֆուտբոլ։ Բոլոր մանրամասները։ Խաղից առաջ եւ հետո։ Ռադիո ֆուտբոլն է ռադիովանի եթերում, մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Յուկոմ ընկերությունը, որով էլ կարող եք դիտել այսօր մենք իհարկե կասենք որ ալիքներով այսօրվա ֆուտբոլային հանդիպումներ, ինչպես նաև վաղվա սուպեր կլասիկոն։ Մենք այս բան ունենք հարց Արամին, որովհետև պետք է ստուգենք նաև Բարսելոնայի երկրպագուի գիտելիքները։ Գիտես Լեոնել Մեսսին, երևի, հա, չէ, հարցը գիտեսի վրա չէ։ Գիտես, որ Լեոնել Մեսսին դարձել է ոսկե գնդակի դափնեկիր 4 անգամ ի դեպ, քանի այլ ֆուտբոլիստներ են Բարսելոնայի կազմում նվաճել ոսկե գնդակը։ Չեմ ասի անունները, բայց գոնե քանակը պետք է ասես։ Ռիվալդո, Ռոնալդինյո։ Մեկին հաստատ շատ դժվար է ասել։ Շատ դժվար է, ես էլ գիտեմ։ Չէ, Ռոմարիո չկա։ Բայց նրանց ճիշտ ասել։ Այո, Ռիվալդո, Ռոնալդո, Մեսսի, քան Վերջինը ես ասեմ։ 3 հատն էլ մնաց, իսկում է Ռոբերտը գիտի։ Եթե անունները ասես, ուրեմն իսկում է 70-ականներին։ Մեկը շատ հայտնի է։ Ահա։ Մնաց 2 հատ։ Մեկը պետք է իմանաս 90-ականների Լավ, սենց ասեմ, մեկի անունը համընկնում է այսօրվա խաղացողի անունի հետ, Բարսելոնայի։ Խաղացողի, չէ՞։ Խաղացողի ո՞ր մեկի։ Այո, այսօր Բարսելոնայում նույն անունով ֆուտբոլիստ կա, նույն անուն ազգանունով։ Այո, Լուիս Սուարես։ իսկ 6-րդին էլ շուտով մենք կտեսնենք Երևանում մի քանի օրից։ Ստոյշ։ Այո։ Սավին ասեց իհարկե մեր օգնությամբ շատ մեծ, Ռոբերտը իսկ գիտեր մնացածին։ Մեծ մասին։ Այո, Սուարեսը միակ իսպանական ֆուտբոլիստը, որը ստացել է ոսկե գնդակ։ Իսկ ինձ թվում է մենք նրան գիտենք, որովհետև այսօր Սուարեսը խաղում, թե չէ մենք չէինք իմանա, որ Բարսելոնայում է։ Միջև Լուիս Սուարես։
Դու դեմ քեզ հայգու Բարություն կարդալ ոսկե գնդակի։ Եվ այսպես ունենք հեռախոսազանգ, դեռ ունենք։ Լավ, մեր համապետարանը կդրի լսենք, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Շատ լավ, քիչ անց կընտրենք զանգարել։ Եվ անցնենք զուտ խաղին, ինչ կորուստներ ունեն թիմերը, այս պահին, գիտենք, որ որակազրկված ֆուտբոլիստներ չեն լինելու, ոչ մեկ չի ստացել 5-րդ դեղին քարտը կամ կարմիր քարտ, բայց կա վնասվածքը Ռեալի կազմում Խամեսը բացառում, որ այդքան մեծ կորուստ չէ, բայց դե իսկ Խամեսի կորուստը քո գնահատման լուրջ է։ Այս պահին կարծում Իսկոն ավելի լավ մարզավիճակում է, քան թե Խամեսը, եւ Իսկոյի արկայությունը ոչ թե Խամեսի բացակայությունը մեծապես կնպաստի Ռեալի լավ խաղին։ Մնացած ֆուտբոլիստները օպտիմալ վիճակում երևի Մոդրիչի մասին դժվար է ասել, Մոդրիչի մասին դժվար է խոսել, բայց կազմում լինի արդեն իսկ շատ բան է։ Դա ցույց տվեց վերջին տուրի հանդիպումը Իսպանիա։ Եվ այն որ Կրոսը նաև հանգստանալու հնարավորություն ունեցավ մեկ շաբաթ առաջ վերջապես դա կարծում եմ շատ ավելի դրական ազդեցություն կունենա թիմի խաղին։ Արան, քո կարծիքով այս շաբաթ Բարսելոնան խաղ է անցկացրել, Ռեալը մեկ շաբաթ, այսինքն 3 օր ավելի հանգստանալու։ Դա անդրադառնալ է մարզավիճակի վրա թիմերի։ Եթե անդրադառնա շատ քիչ։ Այսինքն այստեղ մեծ առավելություն չի ստանալ Ռեալը։ Չէ, կարծիքով։ Ըստ Մորինյո որ լիներ, անպայման կասեր, որ Մորինյոն ինքն մի քանի օր մատնես պրովոկացիոն բաների մասին խոսալ։ Բարսելոնան չի խոսալու դրա մասին։ Խաղից հետո եթե պատվի։ Ինձ թվում է չէ, Բարսելոնան չի խոսա, բայց Բարսելոնի երկրպագուները այնքան կխոսան, որ ասել եմ։ Երկրպագուները միշտ խոսալու տեղ սիրում են գտնել բոլոր ճամբարներում։ Ունենք հեռախոսազանգ, ընդունենք զանգը, բարև ձեզ։ Կներկայանաք։ Հարուտ։ Որ թիմն եք ներկայացնում։ Բարսելոնան, վերջապես, այո, ինչքան է հաշի 5-1 օգուտ Բարսելոնայի, Ռեալի այս պահի դրությամբ զանգերով իհարկե։ Լսում ենք ձեզ։ Էական չի, կարևորը վերջնական հաշիվն է։ Եվ ինչպես կլինի այդ հաշիվը ձեր կարծիքով։ 4-1 օգուտ Բարսելոնայի։ Բան էլ ասեմ, հիմա Ռեալի։ Այսինքն արժի դիտել այդ խաղը։ Ռեալից ով գոլը կխփի։ Ռեալից։ Որ այդքան վստահ եք գոլ են խփելու։ Ռեալի իջնագոլ մի հատ կխփենք, որ տենց լինի։ Մի բան ասեմ, խաղից առաջ Ռեալի երկրպագուներն են շատ ակտիվ իրանց պահում, չգիտեմ, տենց ոգեշնչված են այդ խաղով։ Մենք Լևանտի այդ խաղից առաջ ենք ակտիվ, նորմալ է։ Այդ ոչինչ, բայց հիմա խաղից հետո հետաքրքիր է այդ ակտիվությունը կմնա թե չէ էլ Ռեալի։ Դե նայած ինչ նկատի ունեք ակտիվությունը ասելու, եթե փնովում են Բարսելոնայի կամ մրցավարին, դա չգիտեմ ինչպես կլինի, բայց որ իրենք իրենց թիմի կողքին են լինելու, դա միանշանակ է եւ պաշտպանելու են։ Թիմի կողքին են, ուղղակի շատ վստահ են էլ Ռեալի երկրպագուները, չգիտեմ ինչ է, Ռեալը վերջի խաղերում այդքան էլ հաջող չի խաղում։ Դե երկրպագուները նրա համար են, որ միշտ թիմի վրա վստահ լինել, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ, երբ միայն հաղթանակն է տոնում։ Դե բնական է, բայց ուղղակի այս 5-1 հաշիվը հետաքրքիր մենամարտ է։ Իսկ որ Բարսելոնայի երկրպագուները պակաս վստահ չեն խաղից առաջ, ընդունենք դա։ Մենք վստահ ենք, ուղղակի մենք ավելի համեստ ենք մեզ բան, որ խաղի հաղթանակից հետո ավելի սկսենք խոսալ։ Այսինքն ընդհանուր ինչ-որ տենդենսիա եք տեսնում Ռեալի երկրպագուների մոտ եւ Բարսելոնայի, որ Բարսելոնային ավելի համեստ է, Ռեալինը ոչ այդպես իրենց ներկայացնում են։ Այս հաղորդումից դե։ Ահա, հասկանալի։ Շնորհակալություն, կարծիքի համար 4-1 հաշիվը գրանցվեց։ Ինչ նույն բանը հիշեցինք, ասա։ Ես իդեպ ուզում եմ ասել, որ Ռոբերտին տեսնում քաղաքական գործ չի սենց դերում շատ լավ կարողանում ես քո Այո, հիանալի իրենց թիմերին պաշտպանում են, ես հիշեցնեմ, նոր հիշեցի, որ անցյալ հաղորդման ժամանակ մենք Վիկտորինա ունեինք եւ մեկ հաղթող ունենք, Սարգիսը ճիշտ էր գուշակել բոլոր 4 թիմերին, որոնք դուրս եկան մեկ քառորդ եզրափակիչ, դեռ մեկ հոգի էր։ Բայց ես նույնպես գուշակել եմ, քեզ եմ մրցանակ չի հասնում։ Կնվիրենք։ Ես անպայման ներառեմ Խորեն Հովհաննիսյանին։ Սարգիսին խնդրենք զանգարի թողի կոնտակտային տվյալները կամ Ռադիո ֆուտբոլի Facebook-յան էջում գրի իր կոնտակտային տվյալները, մենք կապվենք եւ նվիրենք 2 տոմս Խորեն Հովհաննիսյանի։ Ինձ հետաքրքիր է Ռեալի երկրպագուները այս խաղը առանձնահատուկ ինչ որտեղ դիտելու եք, ուր ժամի է, չէ՞։ Այո, մենք դիտելու ենք, բայց քանի որ սահմանափակ են այս անգամ ռեսուրսները եւ տարածքը որտեղ դիտելու ենք, այդ իսկ պատճառով շատ չեն կարողանա մարդ մեզ հետ վերցնել, մոտ 50 հոգի կլինենք, 50-60։ Դա քիչ է։ Ցանկությունը իրոք Ռեալի երկրպագուների մոտ շատ մեծ է դիտելու հանդիպումն ասի, երկրպագելու, երգելու, ուրախանալու, մենք եթե փորձենք հիշել դեսիման հանդիպումը մի վայրում դիտեցին 350 հոգով, մյուս վայրում 150 հոգով։ Եվ դա դեռ վերջը չէ։ Երկրպագուներն են հավաքվել
որպես միշտ Երևանում ես դիտելու խաղը։ այո, Բարսելոնա երկրպագուների հետ եւ նույնպես շատ ակտիվ երկրպագու։ Մեծ քանակ է նախատեսում մոտավորապես շատ մեծ չէ, բայց ցույց ապագայում ավելի շատ կլինի։ Մեզ մոտ այնպես չէ, որ միայն Երևանից են լինելու են նաև Վանաձորից, Մոսկվայից, տարբեր։ Մենք կապը մադրիդիստների հետ պահում ենք ամբողջ աշխարհում։ Իդեպ Ռոբերտը նշեց 50 հոգի Երևանում, այնպես չէ, որ Բարսելոնայում ավելի շատ են լինելու Մադրիդի երկրպագուները, ընդհանրապես 500 տոմս է, ինչքան գիտեմ, հատկացրել Բարսելոնան Ռեալի երկրպագուների Nou Camp-ում 500 տոմս է հատկացրել պաշտոնապես։ Պաշտոնապես կարծում եմ այդպեսի տիպ չի կարող լինել, որտեղ այնտեղ ինչ-որ տոկոս կա։ Այո, այնտեղ պետք է 5% մարզադաշտի 5%-ը պարտադիր։ Բարսելոնայի մարզադաշտի չափերը դժվար 500 լինի։ Տեսնենք, այսօր կլսվեն Ռեալի երկրպագուների ձայնը։ Գուցե 5000։ Սանտիագո Բեռնաբեու ստադիոնում Բարսելոնայի բալեշիկները ինչ-որ ավելի շատ քանակով շատ են լսվում։ Դե մենք համեստ ենք երկրպագուները Nou Camp-ում շատ քիչ են։ Միգուցե լռում են, չեն ուզում բացահայտել իրենց։ Կարծեմ այսօր կտեսնենք թե ով է լռում։ Տեսնենք։ Հիմա գնանք մեր ավանդական ռուբրիկան, լսենք Starry Hit-ը, այդպես էլ դեռ չհասրեցինք խոսել, թե ինչպես են մեր հյուրերը սկսել երկրպագել թիմերին, կլսենք դա գեղեցիկ կատարումից հետո գնացինք։ Ումից է ներկայացված, մենք կշարունակենք խոսել երկրպագուների հետ Սուպեր կլասիկոյի մասին, բայց մինչև դեռան ունի հերթական հարց ստուգելու նրանց գիտելիքները։ Շատ արագի մեջ, քանի որ ես ուղղակի քո ժպիտն էի տեսնում, Ռոբերտ, երբ հարց տվեցի լավագույն ֆուտբոլիստը, Ռեալից քանի ֆուտբոլիստ է դարձել ոսկե գնդակի դափնեկիր։ Քանի, Սկոլագորը։ Լուիս Ֆիգո, Ֆաբիո Կանավարո, Քրիստիանո Ռոնալդո, Մայքլ Օուեն։ Բոլորին չասեց։ Ըստ Կանավարո Ռեալի։ Արդեն Ռեալի կազմը ստացավ։ Համարվում է նույն կերպով Լուիս Ֆիգո եւ Մայքլ Օուենը չի եղել չնայած Ռեալի կազմի այդ ժամանակ։ Նաշենք ովքեր Դի Ստեֆանո եւ մեծ ոսկե գնդակը Դի Ստեֆանոյի։ Ֆիգոին ասացի եւ Ռայմոն Կոպա։ Այո, Զիդանին ասաց։ Զիդանին։ Մենք ես նկատել եմ Ռեալի կազմում է եղել։ Այո, իդեպ Բարսելոնան իսնում է առաջատարը այդ խաղացողների ոսկե գնդակների առաջատարը։ Եվ այս տարի երևի նույնպես Հոկարսկով Լեո Մեսին արդեն Սպասեք, տարի նորից այս տարի ինչ որ այդ ոսկե գնդակի ոլորտում, որովհետեւ արդեն ժամանակն է Բեյլի եւ Նեյմարի պայքարելու ոսկե գնդակի համար։ Մեսսին մի հատ պետք է ստանա ու Իսկ իմ կարծիքով Սուարեսն է այս տարի ստանա։ Լավ, մինչև արդեն խաղին վերադառնալը քննարկելը խոսք էին տվել հարցնենք մեր հյուրերին, շատ հետաքրքիր է, որտեղ նրանք վաղուցվա երկրպագուներ են։ Արամ, քեզնից սկսենք ինչպես առաջացավ սերը Բարսելոնայի նկատմամբ, որ տարիքից եւ այդ քիմիան, հա։ Բարսելոնայի ֆանատ։ Ասեմ, որ ես առաջի անգամ հասկանալով ֆուտբոլ նայել եմ 2002 թվականին աշխարհաշնությունը։ Գրանցենք 2002։ Բայց հարցն էլ հասունացավ։ Ֆուտբոլին հետևել եմ 2003 թվականից։ Ուրեմն կարճ ասեմ, այն ժամանակ դե որ Ռեալը բոլոր Ռեալի մասին են այժմ։ Բոլորը Ռեալի մասին են խոսում, շրջապատում բան, խոսում աստղեր այնտեղ են, բան։ Բայց ինձ դա չէր գրավում այդ փաստը։ Մի տեսակ դա անարդարություն էր, էլի որ բոլոր ուժերները աստղեր են այնտեղ են եւ չէր գրավում։ Ճիշտ է, հարգում եմ ես այդ թիմը, բայց չէր գրավում այդ փաստը, բայց պատահական եղավ, որ ես դարձա Բարսելոնա երկրպագու։ Մի օր Բարսելոնա Ռեալ խաղն էր 2003-2004 թվականի առաջի կլասիկոն, ես չգիտեի որ դա կլասիկո է կոչվում կամ իրար հակառակորդ են։ Մեկ էլ տեսնեմ եղբայրս Բարսելոնային է երկրպագում, Կլյուվերտի ավելի շատ։ Այն լավ եղբայր ունի։ Տեսնում որ Կլյուվերտը հարվածը Սեսարի դեմքին այդ 1-2 եզրափակիչում Չեմպիոնների լիգայի։ Տեսակ զարմացա որ մեկը գտնվեց որ Ռեալից չի խոսում, Ռեալին չի երկրպագում ու հետաքրքրեց այդ թիմը եւ այդ խաղում ճիշտ ապարտվեցին Բարսելոնան, բայց շատ լավ տպավորություն թողեցին եւ ես սկսեցի հետեւել հաջորդ կլասիկոյին արդեն ես Բարսելոնա երկրպագու եւ Բարսելոնան հաղթեց Բեռնաբեու ստադիոնում երբ արդեն Ռոնալդինյոն Բարսելոնայում էր։ Այո, արդեն ես ավելացնեմ որ ես Ռոնալդինյոն նկատել էի 2002 թվականի աշխարհաշրջան ժամանակ եւ Անգլիայի խփած գոլից նաեւ եւ դուրեր եկել եւ իմացա որ Բարսելոնայում է խաղում արդեն ավելի սերս ամրապնդվեց։ Բայց 2003-ին նա դեռ Paris Saint-Germain-ում էր։ 2004-ին նոր տեղափոխվեց։ Մեկ մրցաշրջան մնաց Paris Saint-Germain-ում այդ առաջնությունը։ Եվ մենք Ռոնալդինոյի մասին ենք խոսում, ինձ թվում է շատերը գիտեն, որ այսօր նրա ծննդյան օրն է, այո։ նա դառնում է 35 տարեկան այդ լեգենդը։
ֆուտբոլիստ, որը միշտ ժպտում է։ Երկրպագուները նրանց բանակը շատ ավելի համալրվեց, այո, շատ շնորհակալ ենք Ռոնալդինյոս եւ շնորհավորում ենք Բարսելոնայի Հայաստանի երկրպագուների կողմից։ Ուրեմն ասեմ, որ այդ խաղից հետո ես սկսեցի արդեն ուսումնասիրել Բարսելոնայի պատմությունը, իմացա Կատալոնիա մադրիդական մասին, գրքեր տարբեր տեսակ կարդացի եւ ինձ դուր եկավ Բարսելոնայի այդ խաղային փիլիսոփայությունը եւ մոտեցումը։ Քանի որ նա ավելին քան ակումբ է, նա ամեն անգամ ապացուցում է դա իրոք այդպես է, մենակ խոսքեր չեն դա։ Իսկ Կատալոնիան Իսպանիա չէ դրա հետ էլ։ Իսկ ինչ է նշանակում ավելի քան ակումբ։ Այսինքն մենակ դա ֆուտբոլային ակումբի հետ չի ասոցացվում Բարսելոնան, դա ասոցացվում է Կատալոնիայի երբ ինձ հարցացնելու։ Նա ասենք Դուք ցանկանաս Կատալոնիան անկախանա։ Ճիշտ ասած ցանկանամ մեկ դեպքում երբ Բարսելոնան Լա Լիգայից դուրս չի։ Իսկ դրա համար է այդ հարցը տալի։ Շնորհակալություն, Արամ, մեր ժամանակը ուղղակի սուղ է, մենք շատ թեմաներ ունենք դեռ քննարկելու։ Ռոբերտի այդ երկրպագուական պատմությունը կլսենք կարճատև դադարից հետո գնացինք Գովասնիսը։ Ասեմ, որ ես սկսեցի Ռեալով հետաքրքրվել դեռ 1998 թվականին եւ այդ 32 տարվա դադարից հետո Ռեալը արդեն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Իհարկե հետաքրքրությունս այնքան մեծ չէ, զուտ ֆուտբոլային, իհարկե 7-8 տարեկանում չես կարող այդքան քեզ երկրպագու համարել, իսկ ավելի խորը այդ ամենը զարգացավ 2000-ականների սկզբում եւ 2002-ին եղավ այդ կուլմինացիոն պահը, երբ որ արդեն ամբողջությամբ քեզ փորձում ես համարել Մադրիդից, ես եւ ամեն ինչ անում ես դրա համար։ Իհարկե այդ տանը Ռեալը լավագույններից մեկն էր, Գալակտիկոսը, որը շատ մեծ հաջողություն է հասավ եւ բազմաթիվ սրտեր գերեց իր խաղով։ Եվ արդեն դա խորանալով 2006 թվականին սկսած արդեն Երևանում ինչ որ ձևով սկսեց կազմավորվել հայկական ֆանակումբը Ռուսաստանյան իհարկե Ռեալ Մադրիդ ռուկայքի շնորհիվ, որտեղ մենք շփվում էինք, որոշ ժամանակ անց մեկ տարի հետո մենք արդեն ունեցանք սեփական կայքը, որտեղ կարողացանք միավորել Հայաստանի Հանրապետության բոլոր մադրիդիստներին։ Եվ այսօր արդեն այս 7 տարիների ընթացքում արդեն 8 այս տարի կրնի տարիների ընթացքում մեր այդ գործունեությունը շատ մեծ արդյունքներ է տվել։ Մենք կարողանում ենք մադրիդիստների մեջ երկրպագելու կուլտուրա մտցնել եւ շատ կրթված եւ բանիմաց երկրպագուներ ունենալ, այլ ոչ թե միայն խաղով հետաքրքրված։ Շատ լավ, հետաքրքիր պատմություն է, Ռոբերտ, իսկ եթե մեկ խաղ առանձնացնես քո երկրպագուական պատմության մեջ ամենաէմոցիոնալ, ամենահիշվող խաղը Ռեալի, որը կառանձնացնես, կա տես։ Կարծում եմ Լա Դեսիմայի այդ վերջին ամենամեծ եւ բաղձալի հաղթանակը, որը ռեմոնտադա։ Ասում են Լա Դեսիմա այդ ինչ թիմ է, ում դեմ է խաղացել Ռեալը։ Լա Դեսիմա կոչվում, այսինքն նշանակում է 10-րդ, թե Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթն է, որը ես ինքս իմ համար անմահացրել եմ օրինակ իմ ոտքին տարբերակային տեսքով եւ Լա Դեսիման աներևակայելի էմոցիաներ մեզ պարգևեց։ Ես հիշում եմ այդ օրը դիտում ենք Նասին, արդեն բոլորի արցունքները աչքերին, բոլորը հիասթափված եւ չէին կարող պատկերացնել, որ այդ հրաշքը տեղի կունենա եւ այդ Ռամոսի գոլը պատրեց ուղղակի բոլորիս։ Շատ լավ, Արամ, իսկ քո երկրպագուական պատմության մեջ որ խաղն է առանձնանում։ Որպես Դեսիմա դե Բարսելոնան ցավոք չունի, բայց կունենա շուտով ամենակիչը մի 7 տարի հետո։ Էմոցիոնալ առումով դա եղել է Բարսելոնա Չելսի Բարսելոնա խաղը, երբ Ինիեստան այդ վերջի րոպեներին գոլը խփեց եւ աներևակայելի դա մենք ամենաշատը այդ խաղն է հիշում։ Էմոցիոնալ, բայց ամենալավ խաղը իմ կարծիքով դա ոչ թե 3 Չեմպիոնների լիգայի ֆինալ է եղել, բայց այս ընթացքում եւ 3-ն էլ մենք տեսել ենք, տարբերություն այս սերունդի Ռեալի ֆաների վանք մի անգամ են տեսել դա, բայց ասեմ որ դա այդքան էլ չի տպավորում, այսքան Բարսելոնա Ռեալ 5-0 եւ 6-2 հաշիվներով Բեռնաբեում հաղթանակ։ Սպասելի պատասխան։ Իդեպ ես հիշեցի այդ Ինիեստայի գոլը, ես հիշում ես ոնց է այդ խաղին Չելսի երկրպագում, կյանքում առաջի անգամ էր։ Այո, Բարսելոնան արժանի չէր այդ խաղին։ Իդեպ ես նկատեցի, որ հիմնականում ամենաէմոցիոնալ խաղերը լինում են այն խաղերը, որտեղ վերջի վարկային է գոլ խփում։ Ես օրինակ չգիտես շատ լավ հիշում եմ երկրորդ տուրի 2004 թվականի արդյունքը Ռեալի եւ Ատլետիկի հետ հանդիպում, որ Ռեալը հաղթեց 7-2 հաշվով, Ռաուլը խետրիկ արեց եւ կրնկով նա հրաշալի գոլ խփեց։
չգիտեմ, օրինակ իմ մոտ շատ խաղեր կան, որ ահավոր տպավորված են։ Մանչեսթերի հանդեպ 3-0 հաղթանակ Օլդ Թրեֆորդում, մի շարք հանդիպումներ, 4-3 Բեքհեմի գոլերը, այդ Բեքհեմի վնասված ունքը եւ մի շարք այլ բաներ, շատ տպավորություն է կապված Ռեալը եւ Ռեալը այսօր մեր կյանքում ավելին քանակում չէ, եթե Բարսան ավելին է քանակում, ապա Ռեալը ավելին է, քան Բարսելոնան այդ դեպքում։ Ռեալի երկրպագու։ Իհարկե, դա երազանքով չէ, դա մեր իրականությունն է, մենք ապրում ենք Մադրիդից հեռու, սակայն Մադրիդի հետ համահունչ։ Մի հատ այսպիսի հարց երկուսիդ շատ ենք տալի, հենց այն երկրպագուներն, ովքեր թիմերը այդքան շատ են սիրում, եթե կշարքի նժարին դնել եւ մեկը մի քիչ ավելի բարձր լինի, Ռեալ Մադրիդ, Բարսելոնա, թե Հայաստանի ազգային հավաքական, միայն այն։ Դա այլ հարց է, կարծում եմ յուրաքանչյուրս Բարսելոնա երկրպագուներ էր, ես շատ եմ գիտեմ, որ մենք միասին գնում եւ երկրպագում ենք մեր ազգային հավաքականին, դա այլ արժեք է եւ այլ Եթե միաժամանակ լինի չեմպիոն, իհարկե տենց բան չի լինի, բայց Չեմպիոններ լիգայի ֆինալի եզրափակիչը խաղում է Ռեալ եւ Հայաստանի հավաքականի վճռորոշ խաղ Հայաստանը պետք է դուրս գա։ Դա ֆանտաստիկ է։ Կոմբինս քրնի, բայց դառնա չեմպիոն։ Դե ես իմ ուզում։ Ինչ առումով ենք երկրպագելու կամ։ Դասեք նայել։ Իհարկե Հայաստանի հավաքականը։ Դա տարբեր ձևի ուժգին սեր է ստանում է։ Թիմերի նկատմամբ հավաքականը դա ես կարող եմ ատեմ ծնողի հետ, իսկ թիմը սիրած աղջկա կամ այ սիրած երակի հետ։ Մենք այսօր Հայաստանի հավաքականի խաղերին գնում ենք աջակցում ենք, բայց ես շատ քիչ երկրպագուներ գիտեմ, ովքեր Հայաստանի հարստությանն են հաճախում։ Դա շատ ցավալի փաստ է։ Իսկ դու հաճախում ես։ Բարբերաբար այո, ու բավականություն եմ ստանում, չգիտեմ ինչպես է դա ելնում, բայց հանդիպումներից բավական։ Երբևիցե չի որ քունդ տանի խաղային։ Պատկերացրեք, որ ոչ։ Որովհետեւ դու իսկապես երկրպագու ես։ Եվ մի հարց ունեմ Բարսելոնայի երկրպագուին։ Մենք հիմա այդ հարցը անպայման կլսենք։ Այս գոհաց հետո որպեսզի նա երկար ժամանակ չունի մտածել։ Խնդրենք մի քիչ էլ դիմանալ։ Երևի չենք հասցնի արդեն ընդունել։ Մենք հեռախոսազանգ կընդունենք, որտեղ մեր ունկնդիրի շատ է սպասել, դա կընդունենք։ Հասիվը կդառնա 61 շուտով։ Գնացինք Գովազդի, վերադառնանք եւ ամփոփենք հաղորդում։ Радио Ван. Реклама на Радио Ван. Нас слушают безбашенные. Գարնանային տոներին զիգզագում ամբողջ տեսականին մինչև 15% զերծով։ Իսկ մինչև ապրիլի 1-ը տոնական բոլոր գնումների համար գումարած ևս 5% զերծ։ Աննախադեպ զերծեր զիգզագի վաճառասրահներում հատուկ կանանց տոների արդիվ։ Зигзаг. Гнек Вурагел техника. Для рекламы звоните 540002. Радио Ван. Радио Футбол. Ողջ ֆուտբոլային կյանքը այստեղ է։ Վերադարձեք, եթե շատ արագ ընդունում ենք հեռախոսազանգը, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Կներկայանաք։ Հովիկ Բերյան։ Խնդրեմ, որ թիմն եք ներկայացնում եւ ինչ կանխատեսում եք։ Ռեալը, եւ վաղվա հաշիվը։ Չէ, 6-1։ Իմ կարծիքով 2-1, ինչպես 11-12 մրցաշրջան։ 2-1 օգուտ Ռեալի։ Շնորհակալություն, գրանցվեց, շնորհակալություն զանգի համար։ Հիմա լսենք հարցերը մեր հյուրերի միմյանց, Ռոբերտ, խնդրեմ։ Ինչու է Բարսելոնայի երկրպագուներին անվանում կուլ է։ Այդ ես գիտեմ։ Պատմությունը լավ ուսումնասիրել եմ։ Բարսելոնայի նախկին ստադիոնը կոչվում էր Les Corts, դա փոքր ստադիոն էր, փողոցում անցնելիս մարդիկ տեսնում էին այդ ստադիոնից մարդկանց Հետեքները։ Չէ։ Հետեքները։ Չէ, դա Այո։ Պատմացել եմ դա մեջքի ինչ-որ մեջքի բա, մեջքի համար։ Մեջքի կա այլևի տարածված վարկած, որ հետույքները երևում էր երկրպագուների, կուլը նշանակում է հետույք իսպաներեն, լավ չգիտեմ, բայց ասում են այդպես։ Այո, այդպես է։ Դրանից առաջացել է, բայց դրա մեջ վատ բան չկա։ Պետք չէ դրանից Իդեպ մեր շատ լավ ասել որ դա մեջքի ինչ-որ հատված է, այդ երևում դա Երբ մանկական կայք էր։ Այո, ճիշտ պատասխան։ Իդեպ մեր շատ լավ ընկեր Դավիթ Գալասյանը, Ռեալի երկրպագու վերջերս նկարել Ես ինձ դա հիշեց։ Ալաշկերտի խաղերի երբ այո հայ։ Ողջունում ենք Դավիթին։ Արամ, դու իդեպ ողջունում եք մեր բոլոր ընկերներին, մեզ նշեցին, որ նաև Իսպանիայից են մեզ։ Այո, Իսպանիայից, Մոսկվայից,
Շատ հաճելի է, շատ աշխարհագրական այսպես մեծ Մեր ունկնդիրներից մանվելն է 2-2 հաշիվ է գուշակի, բարձրապես Facebook-ում եկել եք հաշվում։ Վան FM կայքում հենց մեզ դիպել։ Վերջին րոպեները։ Բարսելոնայի Ռեալի երկու պագուիները։ Արա հարց արդեն պատրաստվում է Ռոբերտին։ Խնդրեմ, լսում ենք քեզ։ Ավելի ստատիստիկայի մասին հարց, առաջի կլասիկոն ով է հաղթել եւ ինչ հաշվում։ Ոայ, հեսա նայեմ ասեմ, Ռոբերտ։ Անհարմար հարցեր եք նայես։ Առաջի կլասիկոն դա որ ասես որ թվին է եղել կասեմ։ Ռոբերտ, ես քեզ հուշեմ, եթե Արամն այդ հարցը տալի, կապացնացող է հաղթել միանշանակ, կարաս դա գուշակես։ Քանի որ նա ուզում է որ ես ասեմ Բարսելոնան, այո, դա է ուզում ինձ այնպես լսել։ Դե պատմությունը մնում է պատմություն եւ մենք մեր պատմությունից չենք ամաչում, մենք վերադառնում ենք մեր պատմությունը ոսկե տառերով գրելու, ինչպես ասում է Ուգո Սանչեսը։ Եվ Արամ, խնդրեմ, պատասխանի, ով էր հաղթել։ 3-1 առաջի կլասիկոն հաղթել է Բարսելոնան 3-1։ Իսկ երկրորդ հարցը քեզ շատ հեշտ որպեսի ոչ թե բան է, այլ Բարսելոնայի հիմնադրման տարեթիվը օրը։ 1899 թվականի նոյեմբերի 29-ը։ Օրն է հիշում։ Հանս Գամպերի Օրները ճիշտ է։ Այո։ Բայց օրը դու էլ պետք է հիշես, հայ։ Այսքան կարդում ես այդ հոբելյանները մեզ մոտ։ Լավ չեմ։ Եվ վիճակագրությունից ենք խոսում, նշենք, որ ընդհանուր առմամբ թիմերը անցկացրել ինչքան հանդիպում, 230 հանդիպում անցկացրած կլինեն երևի մոտավորապես։ 160 քանի ռեալի հաղթանակներ եթե չեմ սխալվում։ 230 հանդիպում 92 հաղթանակ ունի Ռեալը, ընդհանուր առմամբ 88 հաղթանակ Բարսելոնան դեռ զիջում է Ռեալին, իհարկե սեփական հարկերակ։ 92-89, այո։ 88 է ծրագրերով, բայց գիտենք պատմականորեն կարող են մի քիչ շեղումներ լինել։ 61 հաղթանակ ունի Nou Camp-ում Բարսելոնան, 23 անգամ, 25 անգամ պատվել է, 23 անգամ ոչ ոքի, բնականաբար նման վիճակագրություն կլինի, առավելությունը Բարսելոնայինն է։ Ով է մրցավարը լինելու Մատեո Լաոսը Մուրինյոյի ժամանակին սիրված մրցավարը Մուրինյոյի կողմից, նա բավականին լավ մրցավար է Բարսելոնայի համար, 13 անգամ Բարսելոնան հաղթել է, 5 անգամ ոչ ոքի է խաղացել, 2 անգամ պարտվել է, բայց երկու պարտություններ եղել են Ռեալ Մադրիդից, հիշում ենք Սուպեր Գավաթի խաղը եւ Գավաթի պարտությունը Բարսելոնայի, այսպես միանշանակ չէ, հա, լավ մրցավար է լինելու կլասիկոն Բարսելոնայի համար։ Կարևորը ինչ որ ընդհանրումների եւ այլ հարցերի դեր չտա, այսպես ասած։ Որը խանգարի խաղին։ Դե կլասիկոյի համար 6 դեղին քարտը կարծում նորմալ է։ Կարծում է նորմալ։ Այս կարծում եք այսօր Մեսսի Ռոնալդո դիմակայությունն էլ թե մենք թիմային խաղեր ենք տեսնել։ Կարծում Բարսայի կազմում ավելի շատ Մեսսին դոմինանտ կլինի, քանի որ իր խաղը արդեն ստացվում է, իսկ Ռեալի կազմում ավելի շատ թիմային կլինի խաղը եւ շեշտը կդրվի կենտրոնական կիսապաշտպանների գործողությունների վրա, Իսկո, Մոդրիչ, Կրոս, Բելը մի փոքր ավելի պասիվ կլինի կարծում, քանի որ խաղը այդքան էլ չի ստացվում։ Ռոնալդոն կփորձի ինչ-որ բան անել, բայց նրա վրա ճնշումը շատ մեծ կլինի այդ պարագայում Իսկոյի եւ Մոդրիչի ստեղծագործական հմտությունների վրա է մնում խաղի ամբողջը։ Անկա չի լինի Ռեալի կազմում, Բարսելոնայի կազմում Արամ Կոկարիզը անկա կլինի, թե ստանդարտ կազմն է։ Ստանդարտ օպտիմալ կազմ։ Բուսկետսը կլինի կազմում։ Իմ կարծիքով չէ, Բուսկետսը նոր է վերադարձել։ Իմ կարծիքով Մասկերանոն կլինի։ Չես կարծում շատ բարդ կլինի, եթե երկու կենտրոնականները լինեն Պիկեն ու Մատիոն օրինակ։ Խայտարակություն։ Այսինքն մի քիչ դանդաղաշարժ, շատ արագաշարժ հարձակման։ Մատիոն էլ ունի առավելությունները, նա ավելի հասակով է։ Եվ մի բան էլ ասեմ, միայն Մեսսին չէ, որ շատ լավ խաղաց սադրում, սուպեր տրիոն Բարսելոնայի, Մեսսի, Նեյմար, Սուարեզ երեքն էլ շատ լավ մարզավիճակում են եւ ավելի շատ երեքով ու թիմային խաղով։ Ճիշտ է Մեսսին միշտ առանձնանում է, բայց իմ կարծիքով թիմային խաղն է շատ ուժեղ։ Իմ կարծիքով ավելի հավանական է, որ այդ մի գոլը կխփի Նեյմարը, քան թե Մեսսին։ Հետաքրքիր է։ Թող այդ գոլը խփի Սուարես։ Լավ։ Բայց լինի այն միակը։ Ամբողջ խաղի ընթացքում չեմ կարծում։ Իդեպ հաշվի առնենք նաև, որ ոչ միայն հաղթանակն է այստեղ կարևոր թե Բարսելոնայի համար, թե Ռեալի, այլ նաև հաշիվը, որովհետև եթե տեսականորեն հավասար միավորն է բացակայել, գիտենք, որ Իսպանիայում առաջինը հենց միմյանց դեմ խաղերն են, առաջին չափանիշը միմյանց դեմ է, իսկ առաջին խաղը 3-1 է վերջացել, այսինքն 1-0-ն, նույնիսկ թե 2-0-ն արդեն Բարսելոնայի օգտին կլինի, 1-0-ն ոչ։ Դա էլ հաշվի առնենք, ձեր կարծիքով հաղթանակը այս խաղում կապահովի չեմպիոնությունը, թե պայքարը դեռ առջևում է լինելու երկու թիմերի կողմից։ Շատ լուրջ քայլ կլինի հաղթանակը, բայց ինձ թվում է չի ապահով։ Նույնիսկ 4 միավոր չկա, քանի որ Ռեալը արդեն Ատլետիկոյի իր խաղը անցկացրել է այս երկրորդ մրցաշրջանի երկրորդ մասի փուլում, Բարսելոնան միակ լուրջ մրցակիցն է մնում եւ հաղթանակը կարող է ապահովել։ Բարսելոնան խաղալու Վալենսիա եւ Սևիլիա է դա։
Իսկ Ռեալը այդքան բարդ մրցակիցներ չունի, վերջին տուրում Խետաֆեի հետ է խաղում սեփական արգիտակ եւ կարծում այդ օրը Ռեալը ունի դեռ Ատլետիկո հետ երկու այլ խաղ։ Դա ուրիշ պատմություն է կարող ենք հանդիպել։ Գտնել Ատլետիկոյի երկրպագու այստանում եւ զրուցել այդ թեմայով։ Շատ լավ։ Եղել է երբևէ որ դու Արամ երկրպագից Ռեալին ինչ որ խաղ եւ դու Ռոբերտ Բարսելոնա։ Ես երբեք։ Եվ երբեք չի։ Չէ, ինձ չի։ Շատ լավ հետաքրքիր կարծիք է։ Չեմպիոնների լիգայի մասին սկսեցինք խոսել, քո կարծիքով Բարսելոնայի մրցակիցը անցանելի է, կարելի է պայսաժային հասնել, որ տեսնում ես։ Ճիշտ է, շատ վտանգավոր մրցակից է, մանավանդ երկրորդ հարկում։ Մանավանդ Իբրահիմովիչը որ չի խաղալու առաջին խաղը։ Իբրահիմովիչը բայց անցանելի։ Իսկ Ատլետիկոն ուրախացավ թե տխրեց իր ավելի։ Ես սպասում եմ, որ այս տարի այլևս չենք հանդիպել Ատլետիկոյին, բայց ինչ արած, այս անգամ էլ կհաղթենք։ Դե լավ, որ ուզում եք հաղթենք այդ տոնը։ Պետք է հաղթեն, որ եթե ուզում են միակ թիմը Ումբեսիմայի այս տարի հասնելը շատ դժվար կլինի եւ պատմության մեջ նորագույն չկա այնպիսի թիմ, որը երկու անգամ իրար հետևից նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց անհնարինը Ռեալի համար կարող է հնարավոր դառնալ։ Վիճակագրություն երբևիցե փոխվում է։ Այո, իհարկե։ Իդեպ ասեմ, որ այո, Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ նոր տարուն, երբ պարզ դարձան 1-8-ի զույգերը, բոլորը ասում էին ֆավորիտ են Ռեալն ու Բավարիան, այս բանը փոխվել են Բավարիա եւ Բարսելոնա։ Ինչը կարող է նույնպես փոխվել մի ամիս հետո, ինչը կարող է շաբաթ հետո են լինելու, այնտեղ դիրքերը շատ կարող են փոխվել։ Ունենք ընդամենը 2 րոպե, հիշեցնենք, որ մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, նրա կողմից հեռարձակվող NTV+ ֆուտբոլ ալիքով կարող եք դիտել El Clasico-ն, հետաքրքրագույն խաղ է, սպասում շատ հետաքրքիր մոզաիկա են պատրաստել։ Այո, ես տեսել եմ։ 12 համարով Պետք է սկզբից դիտել այո։ Նախագույն երկրպագուները միշտ էլ այդպիսի բաներ անում, այնպես չէ որ մենք կամպնովում այդպես։ Այդ մոզաիկը Ռեալը հիմնականում սպիտակ Չէ, տարբեր։ Իսկ դուք տեսաք Բարուսիայի վերջին խաղից առաջ ինչքան գեղեցիկ։ Բայց եկեք վերջին մի րոպեն Բորուսիային չներենք, ինչքան էլ մենք ցավանք Բորուսիայի համար։ Լավ, հարգելի հյուրեր, խնդրեմ, եթե վերջում ինչ-որ բան ունեք ավելացնելու, ինչ-որ խոսքեր ուղղելու երկրպագուներին։ Խնդրեմ, որպես տանտիրոջ կարգավիճակում սկսենք։ Մի քանի վայրկյան ամեն մեկը խնդրեմ։ Ցանկանում եմ ակումբն առաջին դիտարժան խաղ լինի եւ մրցավարական սխալներ չլինեն, որ քննարկումները ավելորդ չգնան եւ վերջում ռիսկ այլ Բարսա։ Ես կավելացնեմ, որ Ռեալը ինչպես միշտ այսօր մարտնչելու է այս գնվաղը եւ Հալա Մադրիդ, Ինադամազ, Վամոսականար։ Բրավո։ Իսկ ես կասեմ, քանի դեռ աշխարհում կա սուպեր կլասիկոն, ֆուտբոլը միշտ գեղեցիկ է լինելու եւ այն լինելու է մասսայական։ Այո, եւ Իսպանիան դեռ մնացել է միակ եվրոպական խոշոր առողջությունը, որտեղ ինտրիգան դեռ ապրում է եւ վաղ այդ ինտրիգայի գագաթնակետը կլինի, շատ հետաքրքիր։ Շնորհակալություն մեր հյուրերին, շատ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ ստացվեց հաղորդումը, մենք իդեպ ձայնագրել ենք, այն կարող եք դիտել եւ լսել մի քանի ժամանակ անց, մի քանի օրից մենք ենք այդ հաղորդումը մեր կայքում, շնորհակալություն եւս մեկ անգամ բոլոր զանգահարողներին ու կնդիրներին եւ իհարկե բոլորս վաղը դեպի Camp Nou դիտենք այդ հետաքրքրագույն։ Այո, վաղը մեկնում ենք Բարսելոնա։ Ցույց Camp Nou ով ինչպես ցանկանա, իսկ ում է իրոք ֆուտբոլային տոնը լինելու, կհանդիպենք հարգելի ունկնդիրներ 3 շաբթի օրը ժամը 21:00-ին, խոսենք այլ ֆուտբոլային հետաքրքիր նորությունների մասին։ Հաջողություն։